Ողջույն բոլորին, Արմեդիա YouTube ալիքում ամենը գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ եւ սիրով ձեզ եմ ներկայացնում օրվա կարևոր լուրերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի առաջին նիստի ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության ավարտին։ Նախագահը ելույթում հիշեցրել է, որ հակամարտությունը տևել է 32 տարի եւ իր միջնորդությամբ հնարավոր է եղել ավարտին հասցնել շատ կարճ ժամանակում։ Թրամփը խոսել է այն հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ։ Նրա խոսքով երկու ղեկավարները սկզբում նստած էին սենյակի տարբեր կողմերում եւ նույնիսկ չէին ցանկանում մոտենալ միմյանց։ Մենք գործարք կնքեցինք, նրանք ստորագրեցին, գրկախառնվեցին եւ խաղաղություն հաստատվեց, ասել է Թրամփը։ Ապա դիմելով երկու առաջնորդներին խնդրել է ոտքի կանգնել դալիճում, հնչել են ծափահարություններ, իսկ ելույթի ավարտի ղեկավարները կանգնած վիճակում սեղմել են միմյանց ձեռքերը, խորհրդանշելով երկարատև դիմակայության ավարտը։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, ընդգծելով, որ իրական առաջնորդությունը դրսևորվում է այն ժամանակ, երբ կողմերը մի կողմ են դնում զենքը, սպանությունն ու ավերածությունը եւ ներդրում են անում իրեն ժողովրդի ու բարեկեցության մեջ։ Նրա խոսքով նման համաձայնությունները ոչ միայն կյանքեր են փրկում, այլև ստեղծում են տնտեսական եւ ռազմավարական նոր հնարավորություններ։ Միջոցառման հայկական եւ ադրբեջանական հատվածը ներկայացվել է որպես օրինակ, թե ինչպես կարող է տասնամյակներ շարունակվող հակամարտությունը ավարտվել քաղաքական կամքի եւ արտաքին միջնորդության միջոցով։ Վաշինգտոնում միջադեպ է գրանցվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցի ընթացքում։ Ականատեսների եւ տարածված տեսանյութերի համաձայն Ալիևի անվտանգության աշխատակիցների եւ ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել մայրաքաղաքի փողոցներից մեկում։ Ընդ որում այն ժամանակ, երբ Ալիևը մասնակցում էր նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի հանդիպմանը։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները ֆիզիկական ուժ կիրառում մի խումբ ցուցարարների նկատմամբ։ Տուժածների եւ ձերբակալությունների մասին առայժմ պաշտոնական մանրամասներ չեն հրապարակվել։ Այժմ բուն միջոցառման մասին։ Նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում կայացել է խաղաղության խորհրդի առաջին նիստը, որը ներկայացվել է որպես նոր ձևաչափ ուղղված զինված հակամարտությունների ավարտին եւ հետպատերազմական կառավարման կառուցվածքային վերաձևավորմանը։ Միջոցառումը խաղաղության ինստիտուտում համախմբել էր տարբեր մայրցամաքներից ժամանած առաջնորդների, արտաքին քաղաքականության պատասխանատուների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչների։ Թրամփը շեշտել է, որ այս հարթակը պետք է տարբերվի ավանդական դիվանագիտական ձևաչափերից։ Նրա խոսքով աշխարհում չափազանց շատ են եղել համաժողովներ, որոնք ավարտվել են հայտարարություններով, բայց ոչ արդյունքներով։ Նա ընդգծել է, որ պատերազմի ֆինանսական, մարդկային եւ քաղաքական գինը միշտ անհամեմատ բարձր է խաղաղության պահպանման ծախսերից, եւ միջազգային հանրությունը պետք է փոխի իր առաջնահերթությունները։ Նիստի ընթացքում ներկայացվել է խորհրդի կառավարման կառուցվածքը որպես մշտական գործող մարմին, որը կաշխատի փուլային ծրագրերով եւ կոնկրետ տարածաշրջանների համար մշակված ռազմավարություններով։ Սակայն կարևոր հավելումներից մեկը, որը առանձնահատուկ ուշադրության է արժանի, վերաբերում էր Գազայի անցումային կառավարման մոդելին։ Նշվել է, որ խաղաղության հաստատումը պետք է ուղեկցվի տեխնոկրատական կամ ժամանակավոր քաղաքացիական վարչակազմի ձևավորմամբ, որը կգործի մեկ միասնական իրավական եւ անվտանգային համակարգի ներքո։ Այս մոտեցումը փաստացի ենթադրում է մեկ իշխանություն, մեկ օրենք, մեկ զենք սկզբունք, զինված խմբավորումների լիարժեք զինաթափմամբ եւ ուժային կառույցների կենտրոնացված վերահսկմամբ։ Առանձին ընդգծվել է նաեւ ֆինանսական վերահսկողության համակարգի ստեղծումը միջազգային ֆինանսական հաստատությունների ներգրավմամբ, որպեսզի նախկին փորձերի պես միջոցների չարաշահում չարձանագրվի։ ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կառույցների հետ համագործակցության հարցը եւս առանցքային թեմա էր։ Նիստում խոսվել է, որ նոր ձևաչափը չի փոխարինում գործող ինստիտուտներին, այլ լրացնում է դրանք, առաջարկելով ավելի արագ եւ ճկուն որոշումների կայացման մեխանիզմներ։ Նիստի ավարտին ընդունվել է հիմնարար բանաձև, որը սահմանում է խորհրդի գործունեության հիմնական սկզբունքները՝ թափանցիկություն, ֆինանսական վերահսկողություն, հաշվետվողականություն, ինքնիշխանության հարգում եւ երկարաժամկետ կայունության ապահովում։ Վաշինգտոնում կայացած խաղաղության խորհրդի առաջին նիստի հիմնական նպատակը Գազայի հատվածի հետ պատերազմական վերակառուցման եւ անվտանգության նոր համակարգի ձևավորումն էր։ Նախաձեռնության հեղինակն ու խորհրդի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հատկացնել $10 միլիարդ ծրագրի ֆինանսական հիմքը ապահովելու համար։ Ծրագրի կառուցվածքային եւ ներդրումային հատվածը ներկայացրել է նախագահի փեսա եւ ավագ խորհրդական Ջարեդ Քուշները։ Նրա ներկայացմամբ արդեն իսկ ապահովվել է ավելի քան $7 միլիարդ միջազգային ֆինանսական խոստում։ Առաջին փուլում
նախատեսվում է կառուցել շուրջ 100,000 բնակարան մոտ 500,000 բնակչի համար, երկարաժամկետ ծրագրով նախատեսվում է հասնել 400,000 բնակարանի կառուցման, ինչպես նաև ավելի քան 30 միլիարդ դոլարի ենթակառուցվածքային ներդրման, ճանապարհների, ջրամատակարարման, էներգետիկ համակարգերի եւ թվային կապի ցանցերի վերականգնման համար։ Քուշները նաև ընդգծել է, որ միայն գազայի ծովափնյա գոտու տնտեսական ներուժը կարող է գնահատվել շուրջ 50 միլիարդ դոլար, եթե ապահովվի կայուն անվտանգություն եւ ներդրումային վստահություն։ Անվտանգության համակարգի մասով ծրագրի մանրամասները ներկայացրել է հատուկ բանագնաց Ստիվ Վիտքոֆը։ Նա հայտարարել է, որ մեկնարկել է նոր պաղեստինյան ոստիկանության հավաքագրումը եւ առաջին ժամերի ընթացքում արդեն 2000 դիմում է ստացվել։ Նախատեսվում է ձևավորել սկզբնական փուլում մոտ 5000 ոստիկան, հետագայում մինչև 12000 եւ շուրջ 20000 անվտանգության ուժերի ծառայողներ։ Տարածքը բաժանվելու է 5 սեկտորի եւ ուժերը տեղակայվելու են փուլային եղանակով, սկսելով առավել զգայուն շրջաններից։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ ընդգծել է, որ նախաձեռնությունը ստացել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հաստատումը եւ կառուցված է պլան A տրամաբանությամբ, որտեղ այլընտրանքը պատերազմի վերադարձն է։ Նրա խոսքով մի շարք երկրներ պարտավորվել են տրամադրել ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև զորքեր եւ տեխնիկական մասնագետներ խաղաղության պահպանման եւ ոստիկանության պատրաստման համար։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ներկայացրել է ծրագրի տնտեսական տրամաբանությունը, նշելով, որ խաղաղության հաստատումը կբացի տրիլիոնավոր դոլարների ներդրումային հնարավորություններ եւ կստեղծի միլիոնավոր աշխատատեղեր։ Ծրագրի առանձնահատուկ բաղադրիչներից մեկը սպորտային վերականգնումն է, որը ներկայացրել է FIFA-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն։ Նա հայտարարել է, որ FIFA-ն միանում է նախաձեռնությանը եւ նախատեսում է ենթակառուցվածքային ներդրում։ Ծրագիրը ներառում է 5 լիարժեք ֆուտբոլային մարզադաշտի կառուցում, յուրաքանչյուրը մոտ 1 միլիոն դոլար արժողությամբ, շուրջ 15 միլիոն դոլարի ֆուտբոլային ակադեմիա եւ մոտ 50 միլիոն դոլար արժողությամբ ազգային մարզադաշտ 20-ից 25,000 հանդիսականի համար։ FIFA-ի գնահատմամբ սպորտը պետք է դառնա հասարակական ինտեգրման եւ երիտասարդության վերասոցիալականացման գործիք, ստեղծելով հազարավոր աշխատատեղեր եւ համայնքային մասնակցություն։ Ներկայացված ամբողջ ծրագիրը կառուցված է 3 հիմնական ուղղությամբ՝ անվտանգություն, ենթակառուցվածքային վերակառուցում եւ տնտեսական ակտիվացում։ Նախաձեռնության հեղինակները այն ներկայացնում են որպես գազայի ամբողջական վերածննդի մոդել, որը կարող է հետագայում կիրառվել նաեւ այլ հակամարտությունների գոտիներում։ Խաղաղության խորհրդի առաջին նիստին Թրամփը կարճ անդրադարձ է արել նաև Իրանին։ Այսօր այս երկրները համախմբվել են մեկ տեսլականի շուրջ, ստեղծելու մերձավոր արևելք, որը զերծ կլինի ծայրահեղականությունից եւ ահաբեկչությունից։ Եվ հիմա ժամանակն է, որ Իրանը միանա մեզ այն ուղուն, որը պետք է ամբողջացնի այն, ինչ մենք անում ենք։ Եթե նրանք միանան, հիանալի կլինի, եթե չմիանան, դա էլ հիանալի կլինի, բայց այդ դեպքում ճանապարհը բոլորովին այլ կլինի։ Նրանք չեն կարող շարունակել սպառնալ ողջ տարածաշրջանի կայունությանը, նրանք պետք է համաձայնագիր կնքեն, իսկ եթե դա տեղի չունենա, վատ բաներ տեղի կունենան։ Այսօր հայտարարված պարտավորություններով խաղաղության խորհուրդը ցույց է տալիս, որ այն պարզապես երկրներ չի հավաքում մեկ սեղանի շուրջ, այն մշակում եւ իրականացնում է լուծումներ եւ իրական արդյունքներ են տեղի ունենում։ Հարգելի հայրենակիցներ, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին ու հավանել նյութերը։ Մենք միայն ակնկալում ենք գնահատանք մեր կատարած աշխատանքի դիմաց։ Կանխավ շնորհակալ եմ։ Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր այցելել է Ջորջիա նահանգի Կուսասթիլ պողպատաձուլական ընկերություն։ Նախագահը հայտարարել է, որ ընկերության գործունեությունը վերակենդանացել է իր սահմանած մաքսատուրքերի շնորհիվ։ Նրա խոսքով դեռևս 2 տարի առաջ գործանը կանգնած էր փակման եզրին, աշխատում էր կրճատված ռեժիմով, իսկ պատվերները նվազել էին Չինաստանից եւ այլ երկրներից ներմուծվող էժան պողպատի պատճառով։ Թրամփը նշել է, որ 50%-ից մաքսատուրքերը օտարերկրյա պողպատի վրա եւ Բայդենի վարչակազմի սահմանած բացառությունների վերացումը թույլ են տվել ամերիկյան արտադրողներին վերականգնել մրցունակությունը։ Ելույթի ընթացքում նախագահը կրկին քննադատել է դեմոկրատական կուսակցությանը, անդրադառնալով ընտրական գործընթացներին, քվեարկության նույնականացման պահանջին եւ փոստային քվեարկությանը։ Նա նաև հայտարարել է, որ սպասում է Գերագույն դատարանի որոշմանը կապված արտակարգ լիազորությունների կիրառմամբ սահմանված մաքսատուրքերի օրինականության հետ։ Նահանգում տեղի ունեցած միջոցառումը դիտարկվում է որպես քաղաքական ուղերձ առաջիկա ընտրությունների նախաշեմին, որտեղ հանրապետականները ձգտում են համրապնդել իրենց դիրքերը։ Ջորջիա կատարած այցի ընթացքում Դոնալդ Թրամփը անակնկալ այցելություն է կատարել արագ սննդի կետերից մեկը, որտեղ շփվել է աշխատակիցների եւ այցելուների հետ, ստեղծելով ոչ պաշտոնական թեթև մթնոլորտ։ Այցի ընթացքում ներկաներից մեկը նախագահին է ներկայացրել իր հավերժական նվաճումների նախագահի մրցանակ վկայականը ու խնդրել է փոխարինել նախկին նախագահ Ջո Բայդենի ստորագրությունը։ Թրամփը արձագանքել է կատակելով, ասել է, որ ստորագրությունը ինքնագրիչով է եւ հարցրել է. «Արդյոք վստահ եմ, որ անձամբ Բայդենն է ստորագրել»։ Այնուհետև նա գծել է նախկին նախագահի անունը, ստորագրել, հայտարարելով, որ այժմ վկայականը իրական է։
Հարավային Կալիֆորնիայում ձմեռային փոթորիկային եղանակը այսօր նույնպես շարունակվել է եւ խնդիրներ է ստեղծել ջրհեղեղների ու ճանապարհների փակման պատճառով։ Կեսօրից հետո առնվազն 5 ավտոմեքենաներ մնացել արգելափակված ուժեղ ջրհեղեղի պատճառով Բրբենքի օդանավակայանի հարևանությամբ Նորթ Հոլիվուդում։ Ջրի մակարդակի բարձրացման հետևանքով որոշ վարորդներ ստիպված են եղել բարձրանալ մեքենաների տանիքին եւ սպասել փրկարարներին։ Քարշակ մեքենաները դուրս են բերել ավտոմեքենաները ճանապարհից, իսկ ոստիկանությունը կարգավորել է երթևեկությունը։ Ամեն անգամ հորդառատ անձրևներից հետո Վայլենդ պողոտայի այս հատվածը հեղեղվում է։ Իշխանություններն ընդամենը այս անգամ էլ կրկին հիշեցրել են վարորդներին. ջրով ծածկված ճանապարհը մի փորձեք անցնել։ Կալիֆորնիայի Սիերա Նևադա լեռներում տեղի ունեցած ձնահոսքի պատճառով 8 զոհերի դիերը դեռևս չեն կարողանում դուրս բերել։ 6 անձ փրկվել է, ևս մեկը շարունակում է համարվել անհետ կորած եւ ենթադրաբար նաեւ զոհված։ Ձնահոսքը տեղի ունեցել Լեյք-Թայոյի մերձակայքում բարձր լեռնային հեռավոր տարածքում, որտեղ խումբը մասնակցում էր եռօրյա դահուկային արշավի։ Տուժածների մեծ մասը կանայք են։ Փրկարարները դեռևս չեն կարողանում հասնել զոհվածների մարմիններին։ Եղանակային պայմանները շարունակում են մնալ վտանգավոր։ Սպասվում են նոր ձյան տեղումներ եւ մինչեւ 100 կմ/ժ արագությամբ քամի, ինչը կարող է էլ ավելի ապակայունացնել ձյան ծածկույթը։ Տարածքը մինչև մարտի 15-ը փակվել է հանրության համար։ Տարբեր հարթակներից հարցեր են բարձրաձայնվում, թե ինչու է արշավը շարունակվել, երբ արդեն իսկ տրվել էր ձնահոսքի բարձր ռիսկի նախազգուշացում։ Այս ձնահոսքը համարվում է Միացյալ Նահանգներում ամենամահաբերը 1981 թվականից ի վեր, երբ Վաշինգտոն նահանգում Ռեյնիեր լեռան վրա զոհվել էր 11 ալպինիստ։ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը մեկնաբանելով Լեյք-Թայոյի մահաբեր ձնահոսքը նշել է, որ սա նահանգի պատմության զոհերի թվով ամենակործանարարներից մեկն է։ Նյուսոմն ասել է, որ մշտական կապի մեջ է տեղական շերիֆի գրասենյակի եւ արտակարգ ծառայությունների հետ, որոնք իրականացնում են որոնողափրկարարական եւ աջակցման աշխատանքներ։ Նրա խոսքով նահանգային ծառայությունները տրամադրում են անհրաժեշտ փոխօգնություն եւ ռեսուրսներ աջակցելու տուժածներին եւ նրանց ընտանիքներին։ Նյուսոմը հորդորել է քաղաքացիներին լրջորեն վերաբերվել եղանակային նախազգուշացումներին եւ լեռնային վտանգների մասին հաղորդագրություններին։ Նախագահ Թրամփի վարչակազմը հրապարակել է նոր հրաման, որը կարող է հանգեցնել հազարավոր փախստականների կալանավորմանը։ Խոսքը նրանց մասին է, որոնք օրինական են գտնվում Միացյալ Նահանգներում, սակայն դեռևս չեն ստացել մշտական բնակության կարգավիճակ։ Փաստաթուղթը ներկայացվել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության կողմից Դաշնային դատարան Մինեսոտայում նախատեսված լսումից առաջ։ Նախարարության հուշագրի համաձայն փախստականները, որոնք դիմել են գրին քարտի համար 1 տարի անց իրենց մուտքից հետո, պետք է վերադառնան դաշնային կալանքի տակ իրենց գործերի վերանայման համար։ Փաստաթղթում նշվում է, որ նախարարությունը կարող է պահել կալանքը ստուգման եւ քննության ողջ ընթացքում։ Իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ այս ձևակերպումը հնարավորություն է տալիս անժամկետ կալանքի։ Նոր քաղաքականությունը վերաբերում է հատկապես այն փախստականներին, որոնք ընդունվել են Միացյալ Նահանգներում Բայդենի վարչակազմի տարիներին։ Խոսքը մոտավորապես շուրջ 200,000 մարդու մասին է, որոնք օրինական կարգավիճակով են մուտք գործել երկիր եւ այժմ սպասում են մշտական բնակության հաստատմանը։ Ավելի վաղ վարչակազմը արդեն իսկ դադարեցրել էր այդ տարիներին ժամանած փախստականների գրին քարտի հաստատումները եւ նախաձեռնել էր նրանց գործերի համապարփակ վերանայում։ Փախստականները չեն կարող դիմել մշտական բնակության համար մինչեւ ԱՄՆ-ում 1 տարի բնակվելը, եւ եթե հենց այդ 1 տարվա սահմանագծին նրանց կարող են կալանավորել, դատավորը այդ գործառույթը անվանում է անտրամաբանական։ Հրամանը ներկայացվել այն ժամանակ, երբ դատարանը քննում է երկարաձգել ժամանակը, որ պաշտպանական որոշում է, թե ոչ։ Թրամփի վարչակազմը իր քաղաքականությունը հիմնավորում է ազգային անվտանգության եւ տնտեսական մտահոգություններով, սակայն մասնագետները հիշեցնում են, որ փախստականները մինչեւ ԱՄՆ մուտք գործելը անցնում են բազմաշերտ եւ երկարատև ստուգման գործընթաց։ Նոր հրամանը ամենայն հավանականությամբ կդառնա երկարատև դատական պայքարի առարկա իրավական, սահմանադրական եւ մարդասիրական լուրջ հարցերի շուրջ։ Բնակարանաշինության եւ քաղաքաշինության նախարարությունը հուդա առաջարկել է նոր կանոնակարգ, որը կարող է էապես սահմանափակել հանրային բնակարանային ծրագրերից օգտվելու իրավունքը եւ հիմնականում դրանք հասանելի դարձնել միայն ԱՄՆ քաղաքացիներին։ Նախագիծը հրապարակվել է Դաշնային ռեգիստրում եւ նախատեսում է հուդի կողմից ֆինանսավորող բնակարաններում բնակվող յուրաքանչյուր անձ, որ պարտադիր պետք է ներկայացնի քաղաքացիության կամ օրինական կարգավիճակի ապացույց։ Սա վերաբերում է նաեւ 62 տարեկանից բարձր անձանց, որոնք նախկինում պարտավոր էին միայն իրենց տարիքն ապացուցել։ Կանոնը փաստացի կազդի այսպես կոչված խառը կարգավիճակ ունեցող ընտանիքների վրա, որտեղ ընտանիքի մի մասը իրավասու է աջակցություն ստանալու, իսկ մյուս մասը ոչ։ Նոր մոտեցման դեպքում նման ընտանիքները կարող են ամբողջությամբ կորցնել բնակարանային աջակցությունը։ Հուդ նախարար Սքոթ Թերները հայտարարել է, որ վարչակազմը նպատակ ունի վերջ դնել համակարգի շահագործմանը եւ ապահովել, որ հուդի ֆինանսավորման բնակվող բոլոր անձինք իրավասու լինեն։ Նրա խոսքով առաջնահերթությունը պետք է տրվի ԱՄՆ աշխատող քաղաքացիներին։ Եթե կանոնը ուժի մեջ մտնի մինչև 20,000 ընտանիք, այսինքն մոտ 80,000 մարդ կարող է կորցնել բնակարանային աջակցությունը։
Այս թեման հստակեցման կարիք ունի, որպեսզի տարակարծություն չառաջանա։ Դաշնային մակարդակով ոչ օրինական կարգավիճակ ունեցող անձանց համար հանրային բնակարանային աջակցությունը արգելված է արդեն ավելի քան 40 տարի։ Տարիներ շարունակ թույլատրված էր այսպես կոչված խառը կարգավիճակ ունեցող ընտանիքների մասնակցությունը։ Եթե ընտանիքի անդամներից մի քանիսը իրավասու էին, օրինակ ամենաքաղաքացի երեխան էր, ապա ընտանիքը կարող էր ստանալ մասնակի կամ համամասնական աջակցություն։ Նոր առաջարկվող կանոնի իմաստը հենց սա է փոխել, ոչ թե արգելել ապօրինի անձանց, դա արդեն իսկ արգելված է, այլ ավելի խստորեն կիրառել պահանջները եւ հնարավոր է ամբողջությամբ բացառել խաղը ընտանիքներին։ Արիզոնայում Նենսի Գաթրի անհետացման գործով քննիչները քննարկում են հիմա ԴՆԹ գենետիկական տվյալների բազաների կիրառման հնարավորությունը։ Նույն մեթոդը, որի օգնությամբ բացահայտվել են ինչպես Կալիֆոռնիայի տասնամյակներ շարունակ չբացահայտված Golden State Killer-ի սպանությունները, այնպես էլ Այդահոյում 4 ուսանողների աղմկահարույց սպանությունը։ Փիմաշրջանի շերիֆի վարչությունը հայտարարել է, որ մինչև այժմ հավաքված ԴՆԹ նմուշները համընկնում չեն տվել Կոդիսի ազգային քրեական տվյալների բազայում։ Քննիչներն այժմ դիտարկում են գենետիկական բազ տվյալների բազաներում հեռավոր ազգականների միջոցով համընկնում գտնելը։ Նենսի Գաթրին, NBC Today-ի հաղորդավար Սավանա Գաթրիի մայրը, անհետացել է փետրվարի 1-ին Տուսոնի մերձակայքում գտնվող իր տանից։ ՀԴԲ-ն հայտնել է, որ մոտ 2 մղոն հեռավորության վրա հայտնաբերված ձեռնոցները կարող են համապատասխանել դիմակավորված կասկածյալի հակած ձեռնոցներին, որը ֆիքսվել է տեսախցիկով։ Գենետիկական հարթակները հայտարարել են, որ կարող են համագործակցել դատարանի որոշման դեպքում։ Get Match կայքը, որն արդեն օգտագործվել է Հայտիի Golden State Killer-ի գործի բացահայտման ժամանակ, թույլ է տալիս օգտատերերին ընտրել, արդյոք ցանկանում են իրենց տվյալները հասանելի դարձնել իրավապահներին։ 2018 թվականին հենց Get Match-ի միջոցով ոստիկանությունը կարողացավ գտնել Ջոզեֆ Դեհանջելոյի հեռավոր ազգականին, կառուցել ընտանիքի ծառ եւ վերջապես կապել նրան 1970-ից 80-ականներին 13 սպանությունների եւ տասնյակ բռնաբարությունների հետ։ Նմանատիպ մեթոդ է կիրառվել նաեւ 2022 թվականին Այդահոյի համալսարանի 4 ուսանողների սպանության գործով, որտեղ ԴՆԹ-ն օգնել է հասնել Բրայան Քոփբերգերին, դարձյալ մերձավորների միջոցով։ Փորձագետների կարծիքով գենետիկան հզոր գործիք է, սակայն գործընթացը կարող է տևել ամիսներ կամ նույնիսկ տարիներ։ Այս պահին քննությունը շարունակվում է, իսկ հավաքված կենսաբանական ապացույցները գտնվում են լաբորատոր վերլուծության փուլում։ Իշխանությունները դեռևս չեն հայտնել որևէ կասկածյալի մասին, սակայն ԴՆԹ գենետիկական որոնման տարբերակը կարող է դառնալ գործի բեկումնային քայլը։ Այսօր այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։